Ղուկաս ավետարանիչն իր ավետարանի առաջին գլուխը ամփոփում է սքանչելի մի օրհներգությամբ, Հովհաննես Մկրտչի հոր Զաքարիա քահանայի օրհներգությամբ, որը գալիս է համալրելու մյուս օրհնություններն ու փառաբանությունները, որ մենք այս ավետարանի հենց առաջին գլուխներում ենք տեսնում։ Նախ իր հանդիպումը հրեշտակի հետ, ապա հրեշտակի այցելությունը Մարիամին, ապա Մարիամի եւ Եղիսաբեթի հանդիպումը, ապա Մարիամի օրհներգությունը առաջին գլխում, որ ուղղակիորեն զուգահեռվում է հինկտակարանյան մեկ այլ սքանչելի եւ հզոր կերպարի Սամուել մարգարեի մոր Աննայի օրհներգության հետ, որ մենք կարդում ենք առաջին թագավորությունների գրքում։ Ապա տեսնում ենք Զաքարիայի օրհներգությունը, հետո տեսնելու ենք ծննդյան դրվագում հովիվների եւ հրեշտակների հանդիպումը, փառաբանությունը, փառքի բարձունս Աստուծո բարերով հնչող, ապա տեսնելու ենք նաեւ տաճարին ընծայման ժամանակ Սիմեոն Ծերունու եւ Աննա Մարգարեու հետ հանդիպման դրվագի մեջ վերստին օրհներգություններ։ Ուրեմն Ղուկասի առաջին մի քանի գլուխը նախածննդյան եւ ծննդյան, հետծննդյան դրվագները լեցուն են օրհներգություններով։ Զաքարիայի մարգարեությունը զետեղված է առաջին գլխի 67-րդ համարից մինչև 80-րդ համարը ներառյալ հատվածում։ 67-րդ համարը ավետարանչի կարծես հեղինակի խոսքն է, ապա այս հատվածը մենք բաժանում ենք բուն օրհներգությունը երկու մասի։ Առաջին մասը 68-րդ համարից մինչև 75-րդ համարը ներառյալ, որից հետո 76-րդ համարից մինչև 79 եւ ապա 80-րդ համարով այս հատվածն ավարտվում է հեղինակի Ղուկաս ավետարանչի խոսքով։ Ղուկասն ասում է Զաքարիան, նրա հայրը, Հովհաննես Մկրտչի հայրը, Սուրբ Հոգով լցվեց, մարգարեացավ եւ ասաց. Առաջին այս համարում օրհներգության դրվագի կարծես որպես ներածական հանդիսացող մենք վերստին տեսնում ենք, որ գործող անձը, որքան էլ որ Զաքարիան է, խոսողը որքան էլ որ մարդն է, բայց այդ մարդուն խոսեցնում է Աստված ինքը Սուրբ Հոգու միջոցով։ Նույնը մենք տեսնում ենք նաեւ Եղիսաբեթի դեպքում, որովհետեւ Եղիսաբեթի համար էլ 41-րդ համարի մեջ Ղուկասն ասում է, որ Եղիսաբեթը լցվեց Սուրբ Հոգով եւ ապա դիմեց Աստվածամորը։ Կարևոր է այս ամենը, այս հատվածը հասկանալու համար, որովհետեւ այնինչ ասում է Զաքարիան, սա պարզապես ուրախ կամ ցնցալից սրտից բխող խոսքեր չէին, այլ մարգարեություններ, որոնք իրականություն դառնալու ներքին միտում ունեին եւ այսպես ասենք առաքելություն ունեին։ Մարգարեություն ասելով մենք սովորաբար հասկանում ենք բոլոր այն խոսքերը, որոնք որ ասված են Տիրոջ կողմից ընդունված այն մարդկանց միջոցով, ովքեր որ կանխատեսել են ապագան, բայց շատ հաճախ նաև մարգարեություն ասելով մենք նկատի ունենք այն խոսքերը, որոնք որ խրատող են եւ ուսուցանող են ժողովրդին։ Այս դրվագի մեջ մենք երկուսն էլ տեսնելու ենք՝ եւ ուսուցանող եւ խրատող, եւ նաեւ հետագայում տեղի ունենալիք դեպքերը մեզ ներկայացնող։ Ուրեմն Զաքարիան իր պապանձումից, համրությունից անմիջապես հետո երբ որ սկսում է խոսել, օրհնում է Աստծուն եւ ասում է հետեւյալը. Օրհնյալ է Իսրայելի Տեր Աստվածը, որ մեզ այցելության եկավ եւ փրկություն բերեց իր ժողովրդին։ Նախաբանը, որով սկսում է Զաքարիա մարգարեն, օրհնյալ է Իսրայելի Տեր Աստվածը ասելով, սա հստակ բանաձև է, որով հին կտակարանում բազում մարգարեություններ եւ բազում օրհներգություններ են սկսվել։ Օրհներգությունը, որը հնչում է Զաքարիայի շուրթերից, տեսակի առումով, իր կառուցվածքի առումով նոր չէ, եւ այն ամբողջությամբ զուգահեռվում է հին կտակարանի հետ։ Մենք հերթով համար առ համար, երբ որ առաջ անցնենք, պիտի տեսնենք, որ ամբողջ օրհներգության հիմքը հին կտակարանի մեջ է Սաղմոսած գրքում, Թագավորաց գրքում, Ծննդոց գրքում, մարգարեությունների մեջ Մաղաքիա, Եսայի մարգարե բոլոր զուգահեռները տանում են դեպի հին կտակարան։ Եվ ահա այս մուտքի խոսքը, օրհնյալ է Իսրայելի Տեր Աստվածը, այս խոսքով կարող ենք հիշել, որ երկրորդ թագավորությունների գրքի մեջ, օրինակ հենց Դավիթ մարգարեն է, Դավիթ թագավորն է դիմում Աստծուն, օրհնելով Աստծուն այն բանի համար, որ իրեն արժանացրել է իր հաջորդին Սողոմոնին տեսնելու իր գահի վրա բազմած իբրև թագավոր, այս բանի համար օրհներգում է Դավիթ մարգարեն։ Նույն կերպ մենք Սաղմոսած գրքի մեջ կարող ենք տեսնել օրհնյալ է Աստված, օրհնյալ է Իսրայելի Տեր Աստվածը վերտառությամբ սկսվող բազում օրհնություններ։ Այս օրհնության սկզբից անմիջապես հետո
ներկայացվում է շատ հետաքրքիր մի դրվագ, որ աշխարհաբար մեր թարգմանության մեջ ասվում է օրհնյալ է Իսրայելի Տեր Աստվածը, որ այցի եկավ մեզ եւ փրկություն բերեց իր ժողովրդին։ Այցի եկավ մեզ ասելով, եթե հունարեն բառը նայենք, այնտեղ տեսնել բառն է, որ նայեց մեզ։ Էպիսկեպտեստայ դժվար հնչող այս հունարեն բառն է օգտագործված գործողությունը նկարագրելու համար, որ նշանակում է տեսնել, նայել կամ նայելով այցելության գալ։ Նույնտեղից գալիս է եպիսկոպոս բառը, որ էպիսկոպեո ընդհանուր տեսնելու, ընդհանուրին նայելու հայացքով նաև կառավարելու խորհուրդը եւ իմաստն ունի։ Ուրեմն օրհնյալ է այն Աստված, որ գալիս է այցելության մեզ եւ փրկություն է բերում իր ժողովրդի համար։ Հաջորդ հատվածում շատ հետաքրքիր կերպով Վերստին 5 տականի մարգարեություններից, 5 տականի իրադարձություններից է մեջ բերում։ Ասում է նա իր ծառա Դավթի տնից զորավոր կամ հզոր մի փրկիչ հանեց մեզ համար։ Վերստին խոսում է մեզ համար, որտեղ նախորդի այցելությունն էլ ասում է, որ մեզ այցելեց։ Շատ հետաքրքրական է Զաքարիայի այս մոտեցումը, որովհետև ինքը իր օրհներգությամբ կարծես թե բառացիորեն կենթանի շփման եւ կենթանի հարաբերությունների մասին է խոսում Տիրոջ հետ ունեցած։ Եթե նայենք այս հատվածի այլ թարգմանություններ, մենք շատ հետաքրքիր տարբերություն պիտի տեսնենք, որ առաջին հայացքից է տարբերություն։ Երբ որ ասում է Դավթի տնից հզոր փրկիչ հանեց մեզ համար, այս փրկիչ բառը այլ թարգմանությունների մեջ հունարենից կատարված մենք պիտի տեսնենք, որ եղջյուր բառով է փոխարինված։ Նա փրկության եղջյուր հանեց կամ բարձրացրեց մեզ համար։ Ինչու է այսպես ասվում, որովհետև վերստին, եթե դառնանք 5 տակարանին եւ մասնավորապես եթե դառնանք Դավիթ թագավորի Սավուղի հետ ունեցած ուրեմն մարտնչումից, Սավուղի հետապնդումից ազատվելու պատմությանը երբ որ դառնանք, մենք այնտեղ պիտի տեսնենք, որ Դավիթը օրհներգում է Աստծուն եւ ասում է, որ իր համար փրկության եղջյուր հանեց։ Նույնը կա Սաղմոսած գրքում, երբ որ շատ հստակ մարգարեն ասում է, որ փրկության եղջյուրներ պիտի անի, փրկության եղջյուր պիտի անի։ Առհասարակ եղջյուրը, եթե մենք փորձենք պատկերացնել, սա կոտոշավոր կենթանու պայքարի եւ իր հզորությունը, իր զորությունը ցույց տալու միջոցն է, հա, բայց այս օրինակը բերվում է ցույց տալու համար 5 տակարանյան այն մարգարեությունը, որով Աստված խոստանում է Դավթի տոհմից հանել մի զորավոր գործչի, որը իր հզորությունը, իր կարողությունը կարող է ցույց տալ եւ որը փրկություն պիտի բերի։ Հետաքրքրական է, որ երբ որ Զաքարիան այս խոսքերն ասում էր, ինքը մեջբերելով 5 տակարանից իրենից մոտավորապես 900-800 տարի առաջ ապրած մարգարեի խոսքերից մեջբերելով իրավիճակը գրեթե նույնն էր, որովհետև իրենից առաջ էլ հрьяաները երկար դարերով դեգերել էին տարբեր կայսրությունների լծի ներքով, սկսած Եգիպտոսից, վերջացրած Ասորիքով, Պարսկաստանով, եւ տվյալ բանին, երբ որ Զաքարիան խոսում էր ու օրհներգում էր եւ մեջբերում էր 5 տակարանից Դավթի տնից մի հզոր եղջյուր, մի հզոր փրկիչ հանելու մասին դրվագը, իրեն գտնվում էին Հռոմի իշխանության ներքո եւ լսողները բնականաբար այս օրհներգությունը լսողները առաջնահերթ կարող էին պատկերացնել, որ խոսքը նաեւ Հռոմի լծից ազատվելու մասին է, բայց իրականում Զաքարիան մեկ այլ հզորության եւ մեկ այլ փրկության մասին էր խոսում։ Ամեն դեպքում Զաքարիան ասում է, որ իր ծառա Դավթի տնից մեզ համար մի հզոր փրկիչ կամ հզոր մի եղջյուր պիտի վերհանի։ Ինչպես որ խոսել էր իր սրբերի բերանով, որոնք հին դարերում նրա մարգարեներն էին։ Փրկություն մեր թշնամիներից եւ մեզ բոլոր ատողների ձեռքից։ Վերստին մեջբերում է 5 տակարանյան ընդունված բանաձևերի միջոցով եւ ասում է, որ այս ամենը տեղի է ունենալու բառացիորեն, ինչպես որ նախորդիվ ասվել է սուրբերի բերանով։ Սուրբեր, որ մենք ենք, որ այսօր պատկերացնում ենք սուրբ բառը կիրառելիս, անմիջապես մտածում ենք վարքով, կենցաղով, բարքով մաքրակենցաղ, առանց մեղքերի ապրող մեկին, բայց 5 տակարանում, երբ որ սուրբ բառը օգտագործվում էր, դա միայն մեղքերից հեռացած կամ մաքուր վարք, կենցաղ, բարք ունեցող մարդուն նկատի չունեին։ Սուրբ բառը օգտագործելով նկատի ունեին նաև տվյալ մարդու
ընտրյալ լինելու հանգամանք։ Ուրեմն այո, կային ընտրյալներ, որոնք հին դարերում Աստուծո մարգարեներն էին եւ որոնց բերանով ասվել էր, որ պիտի փրկություն լիներ թշնամիներից եւ ինչպես Զաքարիան է ասում, մեզ բոլոր ատողների ձեռքից։ Վերստին նույն զգացողություններն են, որ ունեին հрьяաները տարբեր ժամանակներում, տարբեր կայսրությունների լծի տակ եղած ժամանակ, եւ ապա նույն պահին Հռոմի կայսրության իշխանության ներքո գտնվող հрьяաները։ Գալով շարունակությանը մենք տեսնում ենք, որ Զաքարիան իր օրհներգության մեջ ասում է, այս ամենը լինում է փրկություն թշնամիներից, իրենց ատողների ձեռքից ազատում, ողորմություն անելու համար մեր հայրերին եւ հիշելու իր այն ուխտը, այն սուրբ ուխտը, երթումը, որ տվել էր Աբ รา համին, իրենց նախահորը։ Այստեղ վերստին ուզենք թե չուզենք, պիտի դառնանք եւ 5 տակարանի դրվագները վերստին սերտենք։ Ծննդոց 12-րդ գլուխ շատ բարձ կերպով ասում է, որ Աբ รา համը մեծ ազգի նախահայր պիտի լինի։ Ծննդոց 22-րդ գլուխ, որտեղ մենք տեսնում ենք Աբ รา համին, որ հավանաբար հոգեկան տվայտանքների եւ տանջանքների ճանապարհն անցնելով, բայց ամեն դեպքում չի երկմտում եւ Տիրոջ պատգամը կյանքի կոչել է ցանկանում իր որդի Իսահակին զոհաբերության տանելով, որ անշուշտ չի իրականում Տիրոջ ողորմության շնորհիվ, որովհետև Տերը փորձում էր Աբ รา համին հասկանալու համար նրա հավատքը կամ հասկացնելու համար նրա հավատքը։ Եվ ապա այս դրվագից անմիջապես հետո վերստին 22-րդ գլխում մեզ հստակ ասվում է, որ Աբ รา համին Աստված ասում է, որ այդ բանի համար, քանի որ դու նույնիսկ քո որդուն ինձ համար պատրաստ ես չխնայել, դու մեծ ազգատոհմի նախահայր ես լինելու։ Ուրեմն երբ որ Զաքարիան ասում էր հիշելու համար այն ուխտը, իր սուրբ ուխտը, այն երթումը, որ արեց մեր նախահորը Աբ รา համին, ուրեմն այս մեջբերումն է, այս խոստումն է, որ վերստին մեզ ներկայացնում է Զաքարիա մարգարեն։ Ողորմություն անելու համար մեր նախահայրերին եւ շարունակության մեջ շատ հստակ կերպով ասում է, որպեսզի թշնամիների ձեռքից ազատված, թշնամիների ձեռքից փրկված կարողանանք առանց երկյուղի ծառայել նրա առաջ սրբությամբ եւ արդարությամբ մեր կյանքի բոլոր օրերում։ Չենք մոռանում, որ այս խոսքերն ասողը ինքը քահանա է։ Զաքարիան քահանա էր, որ օրհներգությունը ասում էր, եւ Տիրոջ առաջ առանց երկյուղի ծառայելու մասին նախ եւ առաջ ինքը իբրև քահանա էր խոսում։ Առանց երկյուղի ըստ էության մի քանի պատճառներով։ Նախ որպեսզի իրենց ծառայությունը իբրև Աստծու ընտրյալ ժողովրդի, իբրև Տիրոջը ճանաչող ժողովրդի տաճարում իրենց ծառայությունը այլևս ոչ մի կասկածի, ոչ մի խոչընդոտի արժև չլինի, որպեսզի թշնամիները երբեք իրենց չխոչընդոտեն, չհարգելեն իրենց ծառայությունը Աստուծո առաջ, բայց նաև ծառայություն, որը կլիներ առանց մեղքի, արդարությամբ եւ սրբությամբ, որտեղ դրանից առաջ ասում է, որ պիտի կարողանանք արդարությամբ եւ սրբությամբ առանց երկյուղի։ Ուրեմն այդ առանց երկյուղին, երկյուղ չունենալը ոչ միայն արտաքին քաղաքական բարենպաստ պայմանների մասին էր խոսում, որ Զաքարիան հավանաբար հույս ուներ, որ մի օր պիտի հասնեին դրան, այլ նաև նկատի ուներ այն, որ առանց մեղքի, սրբությամբ եւ արդարությամբ պիտի կարողանային կանգնել Տիրոջ առաջ իրենց պաշտամունքը մատուցելու համար։ Այս հատվածով ավարտվում է Զաքարիայի օրհներգության առաջին մասը, որ ուղղակիորեն Աստծո փառաբանությունն է, ուղղակիորեն Իսրայելի Տեր Աստծո տված խոստումների վերհիշեցումն է եւ հաստատում այն մտքի, որ ինչպես նախորդիվ ենք ասել, որ Տերը չի մոռանում, Տերը հիշում է իր տված խոստումները, Տերը փրկություն է լինելու Իսրայելի համար, Տերը փրկություն է լինելու իրեն հետևող եւ իրեն ընդունած, իրեն խոստովանած բոլոր անձանց համար եւ իր տված բոլոր խոստումները կյանքի է կոչելու։ Առաջին այս դրվագը, որ գերիշխում է, նախորդում է մի հետաքրքիր հատվածի, որը արդեն Հովհաննես Մկրտչի մասին։ Առաջին գլխի 76-րդ համարից մինչև 79-րդ հատվածը խոսվում է Հովհաննես Մկրտչի մասին։ Այստեղ էլ վերստին ես ուզում եմ, որ մի փոքր մտածենք Զաքարիա քահանայի խոնարհության մասին։
Անշուշտ գիտենք, որ Սուրբ Հոգով լցված էր խոսում եւ թելադրողը հավանաբար Սուրբ Հոգին էր, բայց ինքն էլ իբրև մարդ նաեւ իր գիտելիքներով էր ամեն ինչ խոսում, իր իմացությամբ էր ներկայացնում այդ օրհներգությունը եւ տեսնում ենք, որ չի վարանում Զաքարիան եւ առաջնահերթ իր որդու մասին չի խոսում։ Առաջին հերթին ինքը խոսում է Իսրայելի Տեր Աստծու մասին, Յահվեի մասին, հա, եւ ապա նոր դառնում է իր որդուն։ 76-րդ համարից սկսած Զաքարիան ասում է. «Եվ դու, ով մանուկ, բարձրյալի մարգարեն պիտի կոչվես եւ պիտի գնաս Տիրոջ առջևից պատրաստելու նրա ճանապարհները, տալու նրա ժողովրդին փրկության գիտությունը, նրանց մեղքերի թողության համար մեր Աստծու գթառատ ողորմության շնորհիվ, որով բարձունքից արեգակը մեզ կայցելի, ծագելու նրանց վրա, որ նստում են խավարի եւ մահվան ստվերների մեջ, ուղղելու մեր ոտքերը դեպի խաղաղության ճանապարհը»։ Ուրեմն 76-ից 79-րդ այս 4 համարների մեջ խոսվում է Հովհաննես Մկրտչի առաքելության մասին։ «Եվ դու, ով մանուկ, բարձրյալի մարգարեն պիտի կոչվես»։ Նախորդիվ մենք տեսնում ենք, որ Զաքարիան բազում մեջբերումներ է անում 5 դագարանից։ Հիշում է Նաթան մարգարեի խոսքը Դավթին, որ պիտի փրկության եղջյուր բերեր, հիշում է Ծննդոց գրքից Աբրահամին տրված խոստում, ամեն տեսակ մեջբերումներ կան։ Եվ ահա մարգարեների խոստումների իրականացման մասին խոսող Զաքարիան խոսում է նոր մարգարեի մասին, իր որդուն անվանելով մարգարե, բարձրյալի մարգարե պիտի լինես, հա։ Եվ հետո նաև Ղուկասի ավետարանի 7-րդ գլխի մեջ մենք պիտի տեսնենք, որ Հովհաննեսը ոչ միայն մարգարե պիտի հռչակվեր, այլ Քրիստոս ինքը Հովհաննեսի մասին իբրև մարգարեի խոսելով, նրա մասին խոսելով իբրև նախակարապետի, որ պիտի պատրաստեր Տիրոջ ճանապարհները, այլ նաև ներկայացնում է 7-րդ գլխի 27-րդ համարում է կարծեմ, ներկայացնում է, որ կանանցից ծնված բոլոր մարգարեների մեջ չկա մեկը, որ Հովհաննեսին հավասար լինի, Հովհաննեսը նրանցից բոլորից առավել է։ Եվ հետո է խոսում, որ նաև երկնքի արքայության մեջ եղած ամենափոքրը Հովհաննեսից ավելի մեծ է։ Առհասարակ Տիրոջ ճանապարհները պատրաստել ասելով, այս արտահայտության իմաստը որպեսզի հասկանանք, մենք կարող ենք դառնալ եւ հռոմեական ռազմական արվեստի նրբություններին, ուրեմն նայելով կարող ենք հասկանալ, որովհետև ինչ էին անում։ Զինվորներին զորքը առհասարակ մի տեղանքից մեկ այլ տեղ արշավի տանելուց, հարձակումը նախապատրաստելուց առաջ, նախ եւ առաջ գնում էին ճանապարհ հարթողները, գնում էին նրանք, ովքեր բուն գործողությունը անողների համար ճանապարհ պիտի բացեին, ռազմական գործողությունը առանց ճանապարհների հարթեցման հնարավոր չէր։ Նույնը Հովհաննես Մկրտչի առաքելությունն է, որ գալիս է իբրև Տիրոջ նախակարապետ իր ճանապարհները պատրաստելու, մարդկանց խոսելու, քարոզելու, նախապատրաստելու։ Եվ երբ որ ասում է բարձրյալի մարգարեն պիտի կոչվես եւ պիտի գնաս Տիրոջ առաջից, այստեղ շատերը կարող են պատկերացնել, որ խոսքը Աստծու մասին է 5 տակարանյան ընկալմամբ, Յահվեի մասին է, բայց ոչ։ Խոսքը Տիրոջ, հունարենով Kyrios, Տիրոջ մասին է, որը բառացիորեն Քրիստոսին է խորհրդանշում, Քրիստոսին է ցույց տալիս։ Եվ ինչ պիտի աներ Հովհաննեսը։ Հովհաննեսը պիտի նրա ժողովրդին, Տիրոջ ժողովրդին փրկության ճանապարհը ցույց տար, փրկության գիտությունը տար, բառացիորեն Սուրբ գրքի մեր թարգմանության մեջ ասում է տալու նրանց փրկության գիտությունը, որն էլ հաջորդ համարի մեջ ել ավելի է բացվում, ցույց տալով, որ փրկության գիտությունը մեղքերից ազատվելու մեջ է։ Ուրեմն բոլոր նրանք, ովքեր որ փրկության ճանապարհն են բռնել, իրենք պիտի մեղքերից ազատվելու գործողությունը սկսեն, պիտի դառնան, ինչպես որ Հովհաննես Մկրտչին մենք տեսնում ենք քարոզելիս եւ ասում էր նաեւ Մարկոսի ավետարանի մեջ ասում էր ապաշխարեցեք եւ հավատացեք ավետարանին, որովհետեւ Աստծո արքայությունը հասել է։ Ուրեմն սա էր Հովհաննես Մկրտչի քարոզչությունը։ Եվ այս ամենը տեղի ունենում, ինչպես օրհներգության մեջ է ասվում, մեր Աստծո գթառատ ողորմության շնորհիվ։ Գթառատ ողորմություն, որ հույս է տալիս, որ ոչ միայն դատաստանի մասին խոսելով, մարդկանց վախեցնելով կամ սարսափեցնելով պիտի Հովհաննես Մկրտիչը
առաջնորդեր դեպի ապաշխարություն, դեպի մեղքերից մաքրում, դեպի սրբագործում, այլ նաև ցույց տալով, որ այդ ամենի համար Տերը գթառատ է եւ ողորմած է։ Ես ամեն անգամ այս հատվածը ընթերցելիս իմ աչքի առաջ են գալիս այսօրվա տարատեսակ քարոզիչների, տարատեսակ հոգևոր ուսուցիչների վախեցնող եւ շատ հաճախ մարդկանց սարսափեցնող քարոզները, падգամները, որով մարդկանց անդադար դժոխքի, այրող կրակների եւ ամենազազրելի պատիժների մասին են խոսում։ Այո, մենք Աստծուց նաեւ երկյուղ պիտի ունենանք։ Ոչ ոք չի ասում, որ չպիտի ունենանք, բայց նաեւ պիտի հիշենք, որ նույնիսկ Զաքարիան, երբ որ օրհներգություններ անում եւ խոսում էր Հովհաննես Մկրտչի առաքելության մասին, մեղքերից հեռանալու մասին խոսելու ժամանակ ցույց է տալիս Տիրոջ գթառատ եւ ողորմած լինելու հանգամանքը։ Եվ այս ամենը տեղի ունենում, ինչպես օրհներգության մեջ է ասվում, այն բանի համար, որ ծագի բարձունքից արեգակը, այցելի բարձունքից արեգակը, ուրեմն ծագելու համար նրանց վրա, ովքեր նստած են խավարի եւ մահվան ստվերների մեջ։ Քրիստոնեական բոլոր հայրերի մեկնաբանությունները այստեղ Քրիստոսի եւ արեգակի համեմատությունն են ներկայացնում, որ Քրիստոս իբրև ամեն ինչ լուսավորող, մաքրող, ամեն բան կենթանացնող, ամեն բան սրբող եւ զորացնող արեգակ է ներկայացվում, որը պիտի ծագի եւ պիտի ծագի հատկապես նրանց համար, ովքեր խավարի եւ մահվան ստվերների մեջ են նստած։ Վերստին 5 դակարանի մարգարեություններ, Եսայի մարգարեություն 9-րդ գլուխ առաջին համար։ Հստակ տեսնում ենք, որ մարգարեն խոսում է մի ժողովրդի մասին, որ գերության մեջ էր նստած, որ խավարի եւ մահվան ստվերների մեջ էր, թե իրենց ապրած մեղավոր կյանքով եւ թե բառացիորեն իրենց աշխարհակաղակական իրականությունից ելնելով։ Ուրեմն հոգևոր իմաստով այս հանգամանք չի փոխվել։ Արեգակ Քրիստոսը, Քրիստոս արեգակը, որ նաև մեր ճաշու ժամերգության բազում ուրեմն շարականների մեջ է արտահայտված այս զուգահեռությունը, զուգադրությունը արեգակի եւ Տեր Հիսուս Քրիստոսի, ծագում է այսօր եւս բոլոր նրանց համար, ովքեր որ կարծում են, թե ամենամռայլ եւ հոգեվոր ամենածանր իրավիճակում են գտնվում, թե իրենց մեղքերի, թե ունեցած նեղությունների ու դժվարությունների պատճառով։ Այս արեգակ Քրիստոսը ծագում է բոլոր նրանց համար, ովքեր ընդունում են փրկության գիտությունը։ Եվ ավարտվում է Զաքարիայի օրհներգությունը շատ հետաքրքիր մի պատկերով, որտեղ ներկայացվում է այսօր էլ եւ միշտ, բայց այսօր հատկապես կրկնվող, ծեծվող, տարփողվող, դրանով երբեմն հույս տրվող, երբեմն նույնիսկ վախեցնող, ավարտվում է այս հատված խաղաղության մասին խոսքով։ Զաքարիան ասում է, որ այս ամենը պիտի տեղի ունենա, պիտի արեգակը ծագի նրանց համար, ովքեր մահվան եւ խավարի ստվերների մեջ են նստած եւ այլ, եւ վերջում ասում է ուղղելու համար մեր ոտքերը դեպի խաղաղության ճանապարհները։ Ուրեմն այս ամենի գագաթնակետը, հանգուցալուծումը խաղաղության հասնելն է։ Խաղաղություն, որ նախ եւ առաջ մարդու ներսում, իր հոգում եւ սրտում պիտի հաստատված լինի։ Այլապես որևէ խաղաղություն մեզ չի կարողանալու ոչ փրկել, ոչ հոգևոր հագեցում բերել։ Անկախ այն հանգամանքից, ինչպիսի աշխարհակաղակական իրավիճակում են գտնվում, միևնույն է, ամեն ինչից առաջ ներքին հոգու եւ սրտի խաղաղությունն է, որ կարևոր է իրական խաղաղության հասնելու համար։ Զաքարիայի օրհներգության այս դրվագը ավարտվում է եւ Ղուկաս ավետարանչի իբրև հեղինակի խոսք վերջին համարը 80-րդ համարը այսպես է շարադրում, ասում է եւ մանուկը աճում ու զորանում էր հոգով եւ մնում էր ամայի տեղերում մինչև Իսրայելում նրա երևալու օրը։ Վերստին հիշեցում այն մասին, որ Հովհաննես Մկրտիչը Սուրբ Հոգով լցված էր, աճում էր, զորանում էր Սուրբ Հոգով։ Նույն դրվագները կան, նմանատիպ զուգահեռներ կան 5 դակարանում, երբ որ Մովսեսն էր անապատում Աստծո Հոգով առաջնորդվող, երբ որ Եղիա մարգարեն էր 40 օրեր դեգերում անապատում, բոլոր այս դրվագները զուգահեռվում են 5 դակարանյան պատկերների հետ։ Եվ երբ այս հատվածով ներկայացվում է, որ Հովհաննես Մկրտիչը ամայի վայրերում էր մնում,
Սա նաև պատճառ է հանդիսացել, որ շատ մեկնաբաններ եւ աստվածաշնչագետներ այն տեսակետը հնչեցնեն, թե Հովհաննեսը էսսենացիների խմբին էր պատկանում, փոքր մի կրոնական համայնք, որոնք որ ապրում էին անապատում, մերժում էին ամենատարատեսակ աշխարհիկ հաճույքները եւ որոնք որ հետաքրքրական է, սովորություն ունեին իրենց համայնք ընդունել եւ պահել, մեծացնել այն երեխաներին, որոնց ծնողները մահացած էին։ Սա էլ հետաքրքրական հանգամանք է, էսսենացիների մասին մենք դեռ խոսելու առիթ կունենանք։ Հովհաննես Մկրտիչը անապատում էր նաև նախապատրաստվելու համար։ Հովհաննես Մկրտիչը նաև անապատում էր նախապատրաստվելու համար այն մեծ առաքելությանը, որով պիտի հռչակեր ապաշխարության կարևորությունը, ավետարանին հավատալու անհրաժեշտությունը եւ Աստուծո արքայության գալուստը։